Ես նիստը վարող իրավունքով արտահերթ հարց կտամ։ Տիկին Մանուկյան, դուք շատ էիք խոսում, որ բազմաթիվ ընկերություններ եք ղեկավարել, մեծ կոլեկտիվներ եք ղեկավարել, հարցս դրանցից մեկին է վերաբերելու, մասնավորապես Tandem Payments ՍՊ-ին, որտեղ դուք ըստ երևույթին աշխատել եք որպես հաշվապահ կամ ֆինանսական տնօրեն, կներեք, եթե սխալվում եմ կամ երկուսից որ մեկն է, դուք ինքներդ նշեք, հետքը մի այսպիսի հետաքրքիր հոդված ունի։ Tandem Payments, խոշոր յուրացում եւ բազմաթիվ դատական գործեր։ Հոդվածում մասնավորապես նկարագրվում է, որ ընկերությունը վարկեր է վերցրել, վարկային միջոցներ է ներգրավել տարբեր բանկերից, հետո այդ գումարները ինչ-որ մի կերպ, եթե չեմ սխալվում, գուցե ինչ-որ մի բան մի քիչ էս կողմ են կողմ ասեմ, այդ միջոցները ընկերության տնօրենի միջոցով կանխիկացվել են կամ փոխանցվել են նրա հաշվին, հետո ինչ-որ պահի այդ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նա անհետացել է դատական գործի շրջանակներում, կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է Tandem Payments ՍՊ-ին, որի ֆինանսական տնօրենը կամ հաշվապահն եք եղել դուք։ Նաև նշեցիք, որ ընկերություններ եք ղեկավարել եւ շատ լավ տիրապետում եք, թե երբ է մարդը ձեզ մանիպուլացնում կամ ինչ-որ մի բան։ Ուզում եմ հասկանամ, դուք այդ պատմության հետ ինչ կապ եք ունեցել, դա առհասարակ ինչ պատմություն է եղել, եթե դուք այդ պատմությանը տեղյակ չեք եղել լինելով հաշվապահ կամ ֆինանսական տնօրեն, դա ուրիշ հարց է, եթե տեղյակ եք եղել, ուրիշ հարց է, մի հատ խնդրում եմ ընդհանուր լուսաբանեք ու պարզաբանեք այս պատմությունը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ալեքսանյան, Tandem Payments-ը վճարահաշվարկային կազմակերպություն էր, կենտրոնական բանկի լիցենզիայով գործող, ովքեր մի քիչ տարիքով ավելի մեծ են, կարմիր վճարահաշվարկային տերմինալներն էին, որոնք տեղադրված էին պետական մարմիններում, անձնագրայիններում, կադաստրում եւ այլ տեղերում հիմնականում հավաքագրվում էին այդ վճարները։ Այո, ընկերությունը ուներ տրամադրված փոխառություններ, որը այդ ժամանակ գործող օրենսդրությամբ արգելված չէր։ Հետո ինչ-որ պահի կենտրոնական բանկը փոխեց նորմատիվ, որ տրամադրված փոխառությունները սկսեցին նորմատիվային կապիտալից նվազեցվել եւ այդ կազմակերպության, ովքեր գիտեն ինչ տրամաբանությամբ են կազմվում կապիտալի նորմատիվային հաշվետվությունները, ունեցավ նորմատիվի խախտում, բացի դա կար երկու բաժնետեր մարդկանց միջև դատական հայց, որի արդյունքում ընկերության ակտիվների վրա դրվեց կալանք, իսկ վճարահաշվարկային կազմակերպությունը, որը տերմինալներով հավաքագրում է ըստ էության ուրիշի գումարը եւ պետք է ինքը ընդհանրապես միջնորդ է, պետք է փոխանցի շահառուներին, այդ դրված կալանքի արդյունքում չկարողացավ կատարել իր պարտավորությունները, ինձ թվում է գնահատական այդտեղ պետք է տալ, ինչքանով էր ճիշտ վճարահաշվարկային կազմակերպության տերմինալների վրա կալանք դնել։ Արդյունքում գնաց սնանկացում, կար քրեական գործ, որով անցնում էր տնօրենը, ինչպես տեսնում եք, ես այդ գործում չեմ ոչ մի կերպ ներգրավված եղել, որպես հաշվապահ, որպես այդ գործող գլխավոր հաշվապահ կենտրոնական բանկի լիցենզիայով իմ պարտականությունները կատարել եմ պատշաճ, օրենքին համապատասխան եւ դրանից հետո էլ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել եմ այլ ֆինանսական կազմակերպությունների գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատելու համար, այնպես որ առնվազն ռեգուլյատորը խնդիր կտեսներ, եթե իմ գործողություններում ինչ որ ոչ իրավաչափ բան լիներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Մանուկյան, անկեղծ ասած, որ գործով չեք անցել, դա ինձ առանձնապես վստահություն չի ներշնչում, ոչ միայն ձեր մասով, այլ առհասարակ այդ թվականների Սերժ Սարգսյանի ծաղկուն տարիների դատական եւ իրավապահ համակարգը ինձ վստահություն չի ներշնչում, կներեք, այնպես որ այդ գործով չանցնելը որպես արգումենտ մի բերեք, խնդրում, ես կխնդրեմ մեր գործընկերները մի հատ ուսումնասիրեն այս պատմությունը, հատկապես մասնագետ, թող հասկանան ինչի մասին է խոսքը, բայց մինչև այդ նաև ձեր խոսքում ասեցիք, որ թոշակները չէին բարձրացվում եւ բարձրացվեցին միայն նախընտրական եւ տպավորություն էր, որ բարձրացվեցին միայն նախընտրական շրջանում, որպեսզի դա ունենա իր էֆեկտը։ Տիկին Մանուկյան, դուք հավակնում եք ղեկավարել ֆինանսա-բյուջետային հանձնաժողով, ասեք 2018 թվականից ի վեր քանի անգամ է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բարձրացրել թոշակները
եւ որքան թոշակ էր ձեր իշխանությունը որպես 2018 թվականին թողել ձեր ասելով Սերժ Սարգսյանի իշխանությունը թողել 2018 թվականին։ Պարոն Ալեքսանյան, ներողություն եմ խնդրում, քանի որ այդ ծրագրի շահառուչ եմ, չգիտեմ քանի անգամ են թոշակները բարձրացվել։ Էլի գործընկերներ, մի արձագանքեք դեռ։ Ինչ վերաբերում է մեր իշխանություն, ես ինչ որ ժամանակ իշխանության եմ եղել, չգիտեի։ Ես իշխանության չեմ եղել եւ որևէ ոչ էլ մեր խմբակցությունը, չգիտեմ ինչ եք ակնկալում ինձանից լսել, հարցը չեմ հասկանում։